Եթե մարդը ազատ է մեղքի բնությունից, հնարավոր է արդյոք նորից մեղանչի։ Սա իհարկե շատ-շատերն են հարցրել ժողովուրդ ջան։ Ուղղակի այդպես որպես ուսուցման կարգով ես մի երկու խոսք ուզում եմ ասել։ Ուրեմն կա իշխանության հարց։ Հիմա օրինակ բերելով ասենք, որ ենթադրենք կոմունիստական կուսակցությունը իշխանության գլուխ էր, ընդունենք Հայաստանում, բայց հիմա իշխանությունը իրանցը չի, ուրիշ կուսակցությունը։ Հիմա նա իշխանությունը բացարձակ կորցրել է։ Հիմա եթե նախագահը հրամայ, կարան բոլորին մանդարգեն, բայց նա որպես միավոր զրո չի, էլի կա, չէ, եւ գործում է, եւ ասենք պարզան նպատակ ունի նորից գրավել իշխանությունը։ Հիմա ինչ է կատարվում մարդու հոգեվոր աշխարհում, երբ որ Քրիստոս կյանքը հայտնվում է։ Մեղքի բնության իշխանությունը բացարձակ տապալվում է։ Այսինքն ոչ մի մեղքի վրա իշխանություն չունի եւ ոչ էլ ես որևէ մի մեղքից վախենում եմ, որ հանգարց չգնեմ այդ մեղքի մեջ։ Իշխանությունը բացարձակ տապալվում է։ Այդ դրա խորհրդապատերն են, որ երբ որ Հեսուն մտավ Քանան, Հեսուն Քանանի իշխանությունը ջարդեց։ 5 հատ թագավոր կար այնտեղ, 5-ին էլ ամբողջ իրաց պետական զորքը բոլորին ջարդեց։ Բայց այնտեղ ժողովուրդ էլի մնաց։ Հետո եթե հիշում եք, խաբեցին էլ Հեսուին, գաբավոնացիները, ինչ որ առիթով։ Հիմա ժողովուրդ ջան, ինչ է կատարվում, երբ ասենք Պողոսի հետ ինչ էր կատարվում։ Մեղքի բնության արտահայտությունները այդ վիճակը նկարագրելու համար Պողոսը ասենց խոսք ասում։ Ասում է մենք գանձը կրում ենք հողե անոթների մեջ։ Հիշում եք այդ տեղերը։ Պատկերացրեք մի հատ կավից անոթ կամ հողից մեջը մի հատ գանձ, ասենք բրլյանտ։ Սա է քրիստոնյայի վիճակը։ Ասենք նրան այդ բրլյանտը աստվածային կյանքն է, ամանը հողն է։ Հիմա Պողոսի, որ ասենք, որ վիճակը սա է, մեղք քրիստոնյան չի գործում։ Այսինքն երբեք հնարավոր չի, որ քրիստոնյան, Հովհաննեսն ասում է, որ Աստծուց ծնվածը մեղք չի գործում։ Ինչ է սա նշանակում։ Եվ գրված է չի էլ կարող գործել։ Քրիստոնյան, ասենք Պողոս առաքյալը կամ դու, կամ ես։ Հիմի լավ, ես իմ վրա վերցնեմ, որ ավելի պարզ լինի ժողովուրդ ջան, իմ վրա։ Հիմի հարց, ես կարող եմ մեղք գործել, թե ոչ։ Ես ասում եմ ոչ։ Եթե մենք հասկանանք ինչ բան է մեղք, մեղք ինչ բան է։ Մեղք նշանակում է, որ մարդը հավատում է, որ կյանքը ոչ թե Հիսուսն է, այլ աշխարհի փառքը, չէ՞։ Հիմա եթե ինձ տան Ամերիկայի պրեզիդենտ օրինակ, եւ 1 միլիոն հոգի ինձ ծափ տան, մի քանի մեշոկ բրլյանտել ոտների տակ լցնեն, ես կհավատամ արդյոք, որ երջանիկ կլեմ, հա, կհավատամ տեսփանի։ Ոչ, դա ինձ համար լրիվ հիմարություն է։ Բացի Հիսուսից ես ուրիշ ոչ մի կյանքի հավատ չունեմ։ Նշանակում է մեղք չեմ կա։ Մեղքը հենց դա է։ Ինչ բան է մեղքը։ Երբ որ Սուրբ Օդին կաշխար, աշխարհը կհանդիմանի մեղքի համար, մեղքի, որ ինձ չհավատացին։ Ես հավատում եմ, որ իմ կյանքը Հիսուսն է։ Բայց մեղքեր ես գործում եմ։ Դրա համար ես վիճակը հասկանալու համար մեղքը պետք է տարբերենք մեղքերից։ Ասենք Պողոս առաքյալը կարող է իրան ուզեցան ցուլ մատաղանեն որպես Աստծու, հբարդության ինչ որ փոշի նստեց իր վրա։ Պողոս առաքյալը հբարդության հանդեպ հավատ չուներ, որ հբարդության մեջ է իր կյանքը։ Ինքը ասում էր իմ կյանքը Քրիստոսն է, ասում է ապրում եմ ոչ թե ես, այլ Քրիստոսը ապրում է իմ մեջ։ Հիշում եք։ Ապրել է Քրիստոս է, մեռնել է շահ։ Հիշում եք Պողոսի խոսքերը։ Այսինքն Պողոսը ոչ էր հավատում, որ հբարդության մեջ, չգիտեմ, աշխարհի փառքի մեջ կյանք կա։ Այդտենց հավատ չուներ, բայց հբարդության հետ խնդրեմ ուներ։ Այսինքն իշխանություն իր վրա չունի մեղքը։ Իշխանության տեսակետից մեղքը բացարձակ տապալված է, փարավոնը ջնջված է, գողիաթը մեռած է, բայց հողի արտահայտությունները մեր վարքի մեջ կան։ Դրա համար էլ մենք պետք է ամեն օր մեր անձը մահվան մատնենք, ինչքան որ հողը արտահայտվել է, խոստովանենք, զղջանք, ոնց որ պոշտեքը մարդու արյունն են մաքրում, այդպես էլ խոստովանությունը, աղոթքը, զղջալը մեր ամեն օրվա նստած այդ փոշին պետք է մաքրվի։ Պողոս առաքյալը ասում է, որ Աստված թույլ տվեց, որ Սատանի հրեշտակը ինչ անի իրան, բռունցքով ծեծի, որպեսզի ինչ գրված է, որպեսզի չբարդանամ։ Դա նշանակում է, որ Սատանեն ամեն ինչ չի, որ գիտի։ Եթե Սատանեն իմանար, որ Պողոսին ծեծելով օգնում է, որ չբարդանա, հոգևոր կյանքի մեջ մնա, չէր անի։
Ուրեմն Սատանեն ամեն ինչ չի, որ գիտի։ Ուրեմն Պողոս առաքյալի վիճակը որն է, մեղքի իշխանությունը բացարձակ վերացած է, շարժված է, բայց հողի արտահայտությունը հբարդանալու հնարավորությունը, որ փոշի նստի իր վրա, ոչ թե հբարդությանը հավատա որպես կյանքի, այլ ասենք իրան կովան այդ փոշին ընդունի, երբ որ իրան ուզեցան մատաղանել, որպես երկնքից իջած Աստծո, չէ, հիշում եք այդ դեպքը։ Ինքը շորերը ճղեց, փախավ այ մարդիկ, ես ինչ եք անում եւ այլն, բայց ինչ որ փոշի վրան նստեց։ Հաջորդ օր Աստված ցույց տվեց, ծեծեցին, իմացան թե մեռելա, ոտերից քաշտվին, տարանքցին Զիբլանոց։ Հիմա որ Զիբլանոցում աշտերը բացի, արյուն լվա, կիսամեր, ու ասի ես Աստված եմ, չի ստացվի, չէ։ Այսինքն Աստված էդի ցույց տվեց։ Ուրեմն ժողովուրդ ջան, հողի արտահայտությունները եթե լրիվ վերանան, ասենք 10 օր անցնի ես ոչ մի սխալ թույլ չտամ, մի ամիս անցնի ոչ մի սխալ թույլ չտամ, ժամանակ անցնի եւ ոչ մի սխալ ես թույլ չտամ, մարդը կասի ես ինչ պակաս Աստված եմ, ոչ մի սխալ չեմ անում։ Այսինքն նորից հբարդանալու վտանգ է, դրա համար Աստված ամեն ինչ մտածված է արել։ Ասել որ մարդը բացարձակ ոչ մի սխալ չի անում, հնարել են կաթոլիկները։ Կա այտենց ուսմունք, Հռոմի Պապի անսխալականություն, yani Հռոմի Պապի ինչ արավ, վերջը ճիշտ է, չի կարա սխալ անի։ Էսի շատերին մղում է ծայրահեղության, ես հանդիպել էի մի եղբոր, ասում է, «Էս 10 տարի է, ես ոչ մի սխալ չեմ արել»։ Ասում եմ, ո՞նց աղբեր ջան։ Ասում եմ, եղբայր ջան, շատ հասարակ, ես Սուրբ Հոգուն եմ հետևում, միայն լսում եմ։ Ինչ որ Սուրբ Հոգին ասի, այն էլ անում եմ։ Հիմա եթե հանգարց ասավ դու ինձ ասես, որ ինչ որ մի բան սխալ ես արել, ոչ թե ինձ ես ասում, այլ Սուրբ Հոգուն ես ասում։ Ասում եմ, եղբայր ջան, դու թորնիկ ունես, ասավ չէ։ Ասի որ թորնիկ ունենաս, անունը գտնես Հռոմ։ Ասավ ինչի դնեմ Հռոմ, ասի որ դառնաս Հռոմի Պապ։ Որովհետև մենակ Հռոմի Պապն է անսխալական, մեկ էլ դու ես, սիրելիներ։ Ասում եմ, դու ես ավելի լուրջ քրիստոնյա, թե Պետրոս առաքյալը։ Ինչ ես հարցեր տալի, եղբայր ջան, ծաղրում ես ինձ։ Ասում եմ, նոր դու ասիր, որ 10 տարի ոչ մի սխալ չես արել, չէ՞։ Հլա 100 տարի ապրես, էլի Սուրբ Հոգուն հետևել ես, ոչ մի սխալ չես անելու։ Ասում եմ, Պետրոս առաքյալը տեղծավորություն արավ, դու հեչ բան չես արել։ Այսինքն մարդը չի հասկանում, սիրելիներ, մեղքի իշխանությունն է տապալված, բայց այդ հողը կա եւ մենք ամեն օր պետքա զգուշ լինենք, որ հողի արտահայտությունները չշատանան, եթե մենք դրան անզգուշ լինենք, կշատանա եւ կառաջանա process Սուրբ Հոգին մարելու, այսինքն այդ կյանքը պակասելու։ Կյանքը կարող է ավելանա, կարող է պակասի։ Պարզ է։ Ուրեմն իշխանությունը տապալվելու իմաստով բացարձակ է, բայց այդ տապալված մեղքի բնությունը որպես գահանջեց եղած կուսակցություն լրիվ զրո չի։ Նա աշխատում է, եսիմ, փորփրում է, որ նորից վերականգնի։ Գիտակցված մեղքերը ներում ունեն թե ոչ։ Եթե հոգևոր ազնվորությունը գիտակցաբար մեղանչում է, հետո զղջում է, կներվի նրա մեղքը թե չի ներվի։ Սա լուրջ հարց է, եղբայրներ, քույրեր, դրա համար ես ուզում եմ ժամանակ տրամադրել դրան։ Ես կոնկրետ փաստ եմ ասում։ Բավականին լուրջ պատասխանատու եղբայր, եկել էր ճամբար, վերջը մեծ է զրուցումը, Պավել եղբորի, ինձ Վրեժ եղբոր եւ այլն։ Ասում է, որ ինձ փրկություն չկա, ես մեգա դժոխք եմ գնալու, ավելի լավ է ինքնասպանել եմ, ինչքան շուտ այնքան լավ։ Ասում եմ, եղբայր ջան, սխալ ես հասկանում, այտենց չի։ Ասում եմ, նայ, գրված է, որ Տիրոջ քաղցրության համառնելուց հետո, չգիտեմ, այս բաներից հետո, եթե կամավոր մեղ գործելու լանք, այլևս զոհ չի մնում, միայն թե սпасել ահեղ դադաստանին։ Հիշում եք այդ տեղը։ Հիմա ասում եմ, եղբայր ջան, ես գիտեցել եմ, որ այդ արարքը մեղք է, ասում ենք հա։ Հիմի կամավոր այդ մեղքը արել եմ, ասում ենք հա, ասում դե որ ես կամավոր մեղքը գործել եմ, հիմա ինձ է վերաբերվում, ինձ էլ փրկություն չկա, պետք է գնամ դժոխք, որ դժոխքի անդադպսպի սպասեմ, ավելի լավ ասոր գնամ, այսինքն ինքնասպանել, էլի։ Հիմա մենք եղբայրներով իրան ուզում ենք բացատրել, որ ասում եմ, եղբայր ջան, դու չես ճոգում, ինչ բանա մեղքը։ Ասենք դու մի արարք ես արել, ընդունենք մեկին ծեծել ես, ենթադրենք։ Նույն ինչ որ մի արարք, կամ գողություն ես արել, կամ եսի ինչ ես արել։ Ասենք ինչ որ արարք արել ես։ Սիրելիներ, եթե մենք նորից դառնանք մեղքը տարբերենք մեղքերից,
ինչ են հիշում, ինչ բանա մեղքը։ Մեղքը դա հավատքն է, որ կյանքը Հիսուսը չի աշխարհն է, չէ։ Ասում եմ հիմի քու մեջ էդի կատարվել է։ Ասում եմ, եթե հիմի դու հավատում ես, որ կյանքը աշխարհն է, քեզ վատ զգում։ Ինչ արել չես արել, գողություն ես արել, անբարոյակ, ինչ որ անբարոյականություն ես արել։ Ուրախացի, գնայելի արա, ինչի ես չես վատ զգում, ինչի ես շփոթված, ինչի ես մտածում ինքնասպանել ես, ինչի։ Նշանակում է դու աշխարհի հանդեպ հավատ չունես։ Վերջը չեմ ուզում երկարացնել, եղբայրներ քույրեր։ Ասինք հլա բերեք անգլերենը կարդանք, գերմաներենը կարդանք, ռուսերենը կարդանք, ֆրանսերենը կարդանք։ Բոլոր ինչքան որ մեր ծերի տակ տարբեր թարգմանուց գրաբարը կարդացինք, ամենալավը պարզվեց, որ պարսկերենն էր։ Պարսկերենում այս խոսքը գրած էր այնց ոնց որ եղբայրները մեկնաբանում էին։ Պարսկերենում գրած էր, ով որ Աստծուց երես դարձնի, նրա համար այլևս զոհ չի մնում։ Մենք իրան բացատրում ենք, որ մեղք գործել նշանակում է, որ մարդ Աստծուց երես է դարձնում, ասում է իմ կյանքը դու չես աշխարհն է, բայց դու այդ բանը չես արել։ Դու որը մեղքերի ցուցակից մի հատը գործել ես, բայց բուն մեղքը չես գործել։ Բուն մեղքը ով գործեց։ Ես ուզում եմ, որ այս բաները հասկանաք, սա մեր հոգևոր կյանքին կարևոր են։ Օրինակ, Սավուղը մեղք գործեց, սիրելիներ։ Դավիթը մեղքեր գործեց։ Դավիթ ինչ արավ։ Անբարոյականություն արեց, հիշում եք, մարդասպանություն արեց, Ուրիային սպանել տվեց, չէ՞։ Եվ Աստված ոնց գնահատեց այդ, ասենք ինչ արավ։ Ասավ դու գաղտնի արեցիր, չէ՞, քու բոլոր կանանց պալատի գլխին, ամբողջ Իսրայելի առաջ, արեգակի տակ խայտարակ կանեն, նոր ոնց որ ասած քթից մուղ քաշես, չէ՞, ասենք որ կհասկանաս արածը։ Բայց Դավիթը փրկությունը չկորցրեց։ Որովհետև մեղքեր էր գործել եւ այդ մեղքերի համար պատժվեց։ Բայց Սավուղի մասին չի գրած, գիտեք որ անբարոյականություն արեց։ Սավուղը ինչ արեց։ Սավուղը այլևս չէր հավատում, որ իր ուրախությունը, իր կյանքը Աստծու մեջ է, Հիսուսն է։ Սավուղը գժվում էր, եթե մեկը կա իրանից փառավոր Դավիթը, ուրեմն ինքը մահվան մեջ անպայման պետք է Դավիթին սպանի։ Ուրեմն Աստծու մեջ եղած կյանքի մեր նոր կտակարանի լեզվով ասած Հիսուսի հանդեպ եղած հավատը կորցրեց։ Սավուղի մասին չի գրած, որ ինքը անբարոյականություն արել։ Եվ արդեն իր այն ծայրահեղ, ամենածայրահեղ արարքը նա էր, որ հրամայեց քահանաներին սպանեցին։ Նոբ քաղաքում ասավ դուք Դավիթին թաքցրել եք, հրամայեց սպանել, զորքը վախեցավ, այդ հրամանը չկատարեց։ Բայց մի հատ սրիկա մարդ կար, այդպես է գրած Սուրբ գրքում, սրիկա մարդ կար, անունը Դովեկ, այնի կոտորեց քահանաներին։ Այսինքն հիմի Սավուղի հոգեբանության մեջ ինչ կատարվեց։ Սավուղը մեղք գործեց, այսինքն իր հոգու հանգստությունը, կյանք ուրախությունը լասում էր չէր տեսնում։ Միայն փառքի մեջ, որ Դավիթ իրանից փառավոր է, ուրեմն գժվում էր դրանից։ Բայց սկզբից Սավուղը տենց չէր, սիրելիներ։ Երբ որ Սավուղը առաջի հաղթանակը տարավ, ժողովուրդը բերեցին այն մարդկանց, ովքեր թագավորելուն դեմ էին, ասենք իրան դեմ էին ընդրել, դեմ էին խոսացել։ Ասին բերեք այսօր այս բոլորին սպանենք, որովհետև Սավուղին դեմ են եղել։ Հիշում եք ինչ ասավ Սավուղը։ Ասավ այսօր Իսրայելի մեջ ոչ մի մարդ չպիտի մեռնի, որովհետև այսօր Տերը փրկություն արավ։ Արեք գնան գաղա Տիրոջ հետ ունեցած ուխտը նորոգենք։ Նրանք ասում են, «Քեզ մարդիկ քեզ հակառակ են, արի սպանենք»։ Ոնց որ ասես ինչ են խոսում, հակառակ են կողմեն, ինչ է ինձ հետ հետաքրքրում։ Հոգևոր մարդուն մարդկանց վերաբերմունքը չի հետաքրքրում։ Հոգևոր մարդը ունի ներքին սենյակ, որը դուռը ներսից փակել է, եւ դրսի ձայները իր սրտի խորքին չեն հասնում։ Արեք գնան գաղա Տիրոջ հետ եղած ուխտը նորոգենք։ Կողմ են եղել, դեմ են եղել, ում է այդ հետաքրքիր։ Բայց երբ որ այդ կյանքը հեռացավ Սավուղից, գրված է, չէ, Սուրբ Հոգի Սավուղից ինչ արեց, հեռացավ։ Արդեն այդ կյանքը չկա, որ կյանքը Ասուսերն է, Հիսուսն է մեր նոր կտակային լեզվով ասած։ Հիմա եթե երկնային կյանքը չկա, ո՞րն է իր կյանքը, իր փառք։ Հիմա Դավիթն էլ այդ փառքի դեմ Դավիթին են ավելի փառավոր է։ Ընկել է Դավիթի հետևից, որ սպանի։ Հիմա հանդիպում է Դավիթին քարանձավում։
Աստված դիդավորյալ նենց անում, որ Դավիթը կարար իրան սպանել, բայց ներում է, զիջում է, խղճում է, իջնում է ինքը քարանձավից եւ խոսակցություն է տեղի ունենում։ Ասում է Տեր իմ թագավոր, ես քեզ ինչ եմ արել, ինչ ես ընկել իմ հետևից։ Ինչի Իսրայելի թագավորը առել է պետության զորքը, ընկել է մի հատ կաքավի հետևից։ Ինչ ես ընկել իմ հետևից, ես քեզ ինչ եմ արել։ Հիմա ասում է տեսնում ես, որ Աստված քեզ իմ ձեռքը մատնեց, ես ա քու վերարգուի կտորը։ Բայց քու հոգին իմ աշտերին պատվական է, ես քեզ ձեռք չտվեցի, ինչ ես ուզում ինձանից։ Հիշում եք Սավուղի ինչ պատասխանեց։ Սիրելիներ, սա շատ լուրջ բան է, մարդու միտքը եւ հոգին։ Սավուղը ասավ, լացավ, գիտեք, ասավ որդյատ իմ Դավիթ, սա քու ձենն է, ասավ դու ինձանից արդար ես։ Ես գիտեմ, որ ասավ Աստված թագավորությունը քեզ կտա։ Միայն երթում արա, որ իմ ազգուտակը բնաջիջ չես անի։ Եվ Սավուղը լացելով ետ դարավ Երուսաղեմ։ 3000-անոց ընտիր զորք իրա հետ էր, կարար հրամայել բռնեին։ Այսինքն այդ պահին իրա այդ խժմտանքը, միտքը, որ ախր ես ինքը սխալ անում, այդ պահին հաղթեց, գնացին Երուսաղեմ։ Բայց իրա հոգու մեջ, որ աստվածային կյանքը չկար, մի քիչ ժամանակ անցավ, էլի նորից զորքն առավ ընկավ Դավիթի հետևից, որովհետև չի կարողանում ապրել, հասկանում եք, եթե Քրիստոս կյանքը չկա, մարդկային փառքով է Սավուղը ապրում, այդ փախն էլ որ չի լում, ինքը դժոխք ազգում, եւ նորից զորքն առավ ընկավ հետևից։ Ուրեմն ժողովուրդ ջան, Սավուղը մեղք գործեց, կորցրեց հավատը, որ մեր կյանքը Աստծո սերն է, ոչ թե մարդկային փառքը, եւ կորսվեց։ Բայց Դավիթը մեղքեր գործեց, այսինքն ինչ արավ, շնություն արավ, գողություն, մարդասպանություն արավ, եւ դրա համար, գողություն էլ արավ, եղբայրն ասում, ուրիշի կնկան փաստորեն գողացավ, եւ ասենք պատժվեց դրա համար, եւ այնքան իր հոգեվոր ուղեղը մթագնեց, որ մարգարեն եկավ առակ պատմեց, սենց, ասավ կենթանյա Տերը, որ այդ անողը պիտի մեռնի։ Էլ չի հասկանում, որ իրա մասին են պատմում։ Հիսուսը որ առատ էր պատմում փարիսեցիներին, ասում են, եսի մեր մասին էր ասում, հասկանում էին։ Դավիթը հետ էլ չհասկացավ, որ այդ առակը իրան է վերաբերվում։ Ասավ կենթանյա Տերը, որ այդ հանցակն անողը պիտի մեռնի, ասավ այդ անողը դու ես։ Հիմա սիրելիներ, նշանակում է Դավիթը մեղքեր գործեց եւ պատժվեց, բայց փրկությունը չգործրեց։ Այսինքն ինքը, գիտեք որտեղ է երևում, որ մեղք չգործեց։ Մեղքեր գործեց, բայց մեղք չգործեց։ Երբ որ ինքը փախնում էր Աբիսողոմի երեսից, մայրաքաղաքը թողե փախնում էր։ Մի հատ մարդ կար, անունը Սեմեի, հայհոյում էր իրան, քարեր շպրտում, անիծում էր։ Սերներ, այդ հեշտ բան չի, գիտեք, Դավիթի ցաղ աշխարհը վախում էր։ Ոչ թե նա թագավոր էր, այլ կայսր էր, ամբողջ գրված է, որ ինքը Այեղոնի ծերում ասորական բանակը ջարդեց, Ասորեստան աշխարհի ամենազոր պետությունն էր այդ ժամանակ։ Դավիթը ասորական ամենաանտիր բանակը ջարդեց եւ ամբողջ աշխարհ վախում էր իրանից, բոլոր պետությունները։ Բայց հիմա ինքը փողոցով գնում է, մեկը հայհոյում է, անիծում է, քարով տալիս է գլխին։ Հեշտ է դա։ Ու իր կողքի մարդիկ Հովաբը ասում է, Տեր իմ թագավոր, մի հատ հրաման տուր է շան գլուխը մի հարվածով թռցնեմ։ Եվ ինչ է ասում Դավիթը։ Ասում է շատ հետաքրքիր է, սիրելիներ, եթե մարդու հոգու խորքում իր հավատքը, իր կյանքը, իր Աստվածն է, լինելով այդպիսի թագավոր, ասում է, ինչ եք ուզում ինձանից, ով Շարուիայի որդիներ, երկու աղբեր էին, էլի զորքի հրամանատարները։ Ասում է, եթե Աստված ասել է անիծի Դավիթին, թող անիծի, ասում է, թող Տերը նայի իմ այդ խոնարհությանը եւ ինձ ետ բերի Երուսաղեմ։ Բայց եթե հետ էլ չբերի, այսինքն ես փախնեմ, կորչեմ, էլի թող իր աշտի հաջո եղածը ինձ հետ թողանի փառք իրան։ Այդտեղ երևում է, որ Դավիթը մեղք չգործեց։ Այսինքն ասավ, թող իմ մարդկային փառքը զրո դառնա, իմ հոգին հո սրանով չի ապրում, իմ կյանքը իմ Աստվածն է։ Ուրեմն ես ինչի մարեմ սա խոսում, ինչ է նշանակում մեղք եւ ինչ է նշանակում մեղքեր, սիրելիներ։ Հիմա մենք այդ եղբորը Պարսկերեն գիրքը կարդալով վերջապես ինքը հավատաց, որ ինքը մեղք չի գործել, այսինքն ինքը Աստծուց երես չի դարձրել, եթե երես դարձրածել ելն չէր վատ զգում։ Կգնար աշխարհի մեջ ինչքան կարա շատ մեղք գործեր։ Եվ ուղղվեց ինքը, ուրախացավ, Տերը նորից այցելեց
Հիմա էլ քարոզում է Փառք Տիրոջ։ Այսինքն հարցը լուծվեց, բայց շատ վատ էր իրավիճակը ինքնասպանության եզրին։ Աստված ողորմություն արեց։